Գիրք առակաց, գլուխ 28 Ամբարիշտը փախչում է առանց որևէ մեկից հալածված լինելու, բայց արդարն անձնապաստան է լինում ինչպես առյուծ։ Ամբարիշտների հանցանքների մասին վեճերը հուզում են դատական ատյանները, բայց խորակետ մարդը հանգցնում է դրանք։ Հզորը, որ ամբարտավանությամբ ընկճում է տնանկին, նման է սաստիկ անձրևի, որից օգուտ չկա։ Նույնպես էլ նրանք, որ մերժում են օրենքը, գովում են ամբարշտությունը, բայց նրանք, ովքեր սիրում են օրենքը, իրենց շրջապատում են պարսպով։ Չար մարդիկ չեն հասկանում իրավունքը, բայց Տիրոջը փնտրողները խելամուտ են ամեն բանի։ Ճշմարտության հետ գնացող աղքատն ավելի լավ է ստի հետ ընթացող հարստից։ Իմաստուն որդին պահում է օրենքը, բայց որգրամոլներին ընկերակցողը անարգում է իր հորը։ Ով իր տունը լցնում է տոկոսներով ու վաշխով, նա կուտակում է այն մարդու համար, ով ողորմում է աղքատին։ Ով իր ականջը շեղում է, որ չլսի օրենքը, նա ինքն է պղծում իր ուխտը։ Ով ուղիղներին մոլորեցնում է չարի ճանապարհով, ինքն է ընկնելու ապականության մեջ։ Անարատ մարդիկ պիտի բաժանեն բարիքները, բայց անօրենները պիտի անցնեն բարիքների մոտով և չեն մտնելու դրանց մեջ։ Հարուստն իր աչքին իմաստուն է թվում, բայց խելացի աղքատը դատապարտում է նրան։ Արդարներին օգնական դառնալուց մեծ փառք է ձեռք բերվում, բայց ամբարիշտների շրջանում կոտորվում են մարդիկ։ Իր ամբարշտությունը ծածկողը հաջողություն չի ունենա, բայց բացահայտողը և իրեն պախարկողը կդառնա սիրելի։ Երանի այն մարդուն, որ Աստծու հանդեպ երկյուղածություն պատճառով արհամարհում է ամեն բան, բայց խստասիրտը չարիքների մեջ կընկնի։ Նա, ով աղքատ է, քաղցած առյուծի և ծարաված գայլի պես դաժան կլինի թշվառ ժողովրդի նկատմամբ։ Խոհեմությունից զուրկ թագավորը մեծ անիրավություն անող է, բայց անիրավությունն ատողը երկար կյանք կունենա։ Մահապարտի համար երաշխավոր եղած մարդը փախստական է դառնում և չի հաստատվում ոչ մի տեղ։ Խրատիր որդուդ, և նա հանգստություն կտա քեզ, զարդ կլինի քո հոգու համար և չի հնազանդվի անօրեն ազգի։ Ով գնում է արդարության ճանապարհով, օգնություն է գտնելու, իսկ ով ծուռ ճանապարհ է ելնում, նրա ոտքը պիտի կապվի։ Ով մշակում է իր հողը, կկշտանա հացով, իսկ ով հետևում է դատարկ բաների, տնանկ կմնա։ Հավատարիմ մարդը շատ օրհնություն պիտի գտնի, բայց չարագործը չի փրկվելու պատուհասից։ Գովասանքի արժանի չէ այն անձը, ով չի պատկառում արդարներից։ Բարի չէ նա, ով երեսպաշտորեն խուսափում է անօրեններին հանդիմանելուց։ Նա պատրաստ է մարդ վաճառել մի կտոր հացով։ Չարաչք մարդը շտապում է հարստանալ, բայց չգիտի, որ ողորմած մարդը պիտի հաղթի իրեն։ Մարդուն նրա ճանապարհի համար հանդիմանողը ավելի շնորհ պիտի գտնի, քան նրան լեզվով շողոքորթողը։ Ով մերժում է իր հորը կամ մորը և դա մեղք չի համարում, նա համախոհ է ամբարիշտ մարդկանց։ Ագահ մարդը հակառակություն է գրգռում, բայց հույսը Տիրոջ վրա դնողը հոգացություն կգտնի։ Ով հույսը դնում է իր սրտի հանդուգնության վրա, նա անզգամ է, բայց իմաստությամբ վարվողը կփրկվի։ Աղքատներին բաժին տվողը չի աղքատանա, բայց ով իր աչքը թեքում է նրանցից, նա շատ բանի կարոտ կմնա։ Ամբարիշտների շատանալուց հեծում են արդարները, բայց նրանց կորստությամբ բազմանում են արդարները։